Շատերը ուղղակի չկան, որովհետև զոհվեցին հանուն հայրենիքի, հանուն ազգային գաղափարախոսության զոհվեցին հանուն ընդհանուրի ու ոչ թե հանուն անձնականի։ Ով էլ մնացել է, երևի հազիվ գոյությունն է կարճ տալիս, որովհետև մինչև օրս ընդհանուրով է ապրում ու ոչ անձնականով։ Այս տղերքի շնորհիվ մենք հաղթեցինք։ Իրանց համար պատերազմը վերջացել է։ Ասացդ ինչ արա, առանց զենքի հլա արեցի։ Դու ով ես արա այդ թուլլա, որ կարենասի մետ խոսած, այ լակո։ Տեղից սաղ դուրս չես գալու աշկիս, կեզ սատկասնել եմ հենց ստեղ, բայց միջև սատկասնել է կեզ, այդ քո երկար լեզուն քոքից պոկելու եմ։ Ինչ ես զենքը դեղ։ Արա գագո, դու պետք է ասես ես ինչ անեմ։ Հա, ես եմ ասում, դեղ։ Ես սրանք են կեզ խպել։ Լես երկուսին դուս հանի ես սրանց երկուս է տարանձի խոսալի բանն եմ։ Արա գագու, արա կաշներիս ու աշկերիս չեմ հավատում արա։ Ես դու ես ոնց ես խոսում իմ հետ արա։ Արա շախ, այս դու ես սաղ սենց արել, որ սրանք սենց երես են արել։ Արես ոնց ես թուլացրել իմ դիրքերը, որ ես իմ լակոտները, ես իմ թուլլեքը սենց կարան գան իմ է տեստոնով խոսա։ Լսի վրույր, ավելորդ բաներ դուս միտում, թե չէ չեմ նայ, որ ձեռդ զենք կա։ Զենք չէ գագո, ես կեզ ձեռներով եմ սատկասնել, ծեծելով եմ սատկասնելու, որ բոլորին դաս ելնի։ Լարիստել է։ Լսում եմ։ Դեղ, ես իմ ու քո խոսակցությունն է ու ինքը կապ չունի։ Արա պետք է լի քեզ եք սատկասնեմ, դավա այստեղից։ Վայրդիր զենքը։ Այա։ Շուտ էլ ասեցի։ Դու էլ այդ ձերինդ վայրդիր։ Շուտ էլ։ Դու էլ ձերինդ վայրդիր։ Հանգիստ։ Խփեմ արա։ Հանգիստ վրվիր։ Հանգիստ արա։ Դու հետ գնա, հետ գնա։ Հանգիստ։ Հանգիստ։ Հանգիստ արա։ Եթե դու չթողաս հիմա ստեղից դուրս գամ, մեկի լեշը կփռեմ հետ ստեղ։ Ում։ Ենթադրում եմ, որ իմ, հա, որովհետև իմ վրա է զենքը պահել։ Իմ համար լրիվ միևնույնն է։ Եթե իմ վրա մի զենք կա պահած, քո վրա 4 հոգի էլ դրսում են սպասում։ Հենց հիմա զենքդ վայրդիր, վրվիր, տուրին զենքդ։ Դատավորին էլ մի հատ թեմա է պետք, որ քեզ ծմահ բանտարկի, զենքդ տուր։ Ես ընտաղեն չեմ, որ նստեմ, 2 տարի թե ծմա, իմ համար լրիվ միևնույնն է, տարբերություն չկա։ Կարելի է ենթադրել, որ ուրիշ տարբերակ ունես։ Զենքդ տուր, վրվիր, հանգիստ, զենքդ տուր։
Հիմա բոլորը դեմքով դեպի պատը։ Արագացրեք, շուտ արեք։ Դեմքով դեպի պատը։ Ինչ ես ինձ նայում տենց։ Ուզարկի բոլորին։ Կողմնապահություն ես սանում կամանձիր։ Քեզով ասե, որ դեպուտատի տաղմը չի կարա զենք լնի։ Խելը, Դու լավ է։ շուր արի։ Ռահատ դեպուտատի տղա Բժիշկ Հարոյան։ Պարոն Գրիգորյան, ես իմը չի։ Անգիստ։ Պարոն Գրիգորյան, ես ինչ-որ մեկը… Ուր ես տենում, ապեր։ Դեղ վրերի մոտ, ինքն է ինձ կանչել ու սպասում։ Խաղա։ Սա տերեք աստանգա։ Շուր արի դեմքով դեպի պատը։ Հետո կպարզենք ամեն ինչ։ Շուր արի։ Ձերբակալի, բոլորին, մեկ առ մեկ։ Հարոյանի տղան է։ Ես գիտեմ ում տղեն է։ Ուրեմն շայկա առանձին խցերի մեջ ես պահում։ Արանի տղուն առանձին։ Եղապարն նաև։ Անցի առաջ։ Ինգի առաջ։ Լիդ ջան, ոնց ես։ Լավ եմ։ Շատ լավ եմ։ Անցի նստի Լիդիա։ Ես չեմ ուզում նստեմ։ Ես բան ունեմ ասելու։ Ինչ ա պատահել Լիդիա։ Պատահել։ Ամեն ինչի համար դու պիտի պատասխան տաս։ Դու ես մեղավոր։ Դու քանդեցիր իմ տունը։ Եթե Աբելս անհայր չմեծանար, այսօր նա ողջ կլիներ։ Դու քանդեցիր իմ տունը։ Լիդ։ Չխոսեք ոչ մեկդ։ Չխոսեք։ Երկար եմ լռել։ Չեմ լռելու։ Ում համար լռեմ։ Հա։ Ես չունեմ էլ Աբել։ Բայց ես ունեմ
մի նպատակ։ Ես պետք է ամեն ինչ անեմ, որ դու դժբախտ լինես, որ դու զգաս այն ցավը, որ ես եմ զգացել։ Չէ, Նինային, Աստված վկա, ոչ մի վատ բան չեմ կամենում, Աստված թող այդ երեխային պահի, բայց դու պիտի զգաս այդ ցավը, որ ես եմ զգացել, ու պիտի դժբախտանաս։ Դուրս իմ տանից։ Իհարկե, ես ոչինչ չունեմ։ Դու ունես ամեն ինչ, իրավունք ունես ինձ դուրս անել։ Լիդիա! Դու ինչ ես վերևից նայում դատավորի պես։ Այսքան տարի մոռացել էիր ինձ։ Հիմա վշտի մեջ ես, փակվել ես 4 պատի մեջ ու դուրս չես գալի։ Լիդիա, վերջացրու, հա։ Չեմ լռելու։ Ես կգնամ, բայց դու ամեն ինչի համար պատասխան ես տալու։ Լիդիա, դուրս արի տանից։ Դե, պատմիր, Գրիգոր Հարոյան։ Ինչ պատմեմ։ Եթե դուք գոնե ձեր գործից մի քիչ հասկանում եք, դուք պետք է արդեն վաղուց իմանայիք, որ այդ նարկոտիկը իմ ջեբը գցել են, ու այդ իմը չի։ Գցել են, փաստորեն։ Իսկ ինչի։ Էլ ինչի համար պետք է գցած լինեին, որ բռնեք ու բերեք ստեղ։ Լավ, իսկ ով էր գցել, արի դրանից սկսենք։ Երբ որ ես գնում էի դեղվրույրի մոտ, նախքան ինձ իրա մոտ թողնել, ինչ-որ մեկը ինձ խուսարկեց իբր թե զենքա մոտս ման գալիս։ Ու իմ կարծիքով հենց այդ ժամանակ էլ գցել են իմ գրպանը։ Ու դու չես զգացել։ Չէ, չեմ զգացել։ Դրա տղերքը նախկին ջեբկիրներ են ու ներկա կարտաչնի շուլլերներ։ Այդ ինչի եք տենց զարմանում, որ չեմ զգացել։ Չէ, դա արդեն լավ է, որ դու արդարանում ես։ Ես քեզանից լրիվ ուրիշ պատասխաններ էի սպասում։ Օրինակ ես տեսակ։ Գիտեք իմ հերը ով է։ Գիտեք ես ում տղեն եմ, եւ այլն, եւ այլն։ Նման տեքստեր դուք ինձնից կյանքում չեք լսի։ Ապրես։ Տեսնում ես առողջ դատողություն ունեցող տղա ես։ Դե հիմա այդ դատողությունդ խոտ տուր ու մտածի։ Վրվիրի ինչին էր պետք, որ քո գրպանը նարկոտիկ գցեր։ Բայց այդ ինչ հարցնելու բան։ Բնականաբար որ բռնեիք։ Գրիգ։ Իսկ վրվիրը ինչ գիտեր, որ մենք գալու ենք։ Դու այդ մասին չես մտածել։ Եթե դեղ վրվիրը իմանար, որ իր որջի վրա աբլավ ալնելու, ինքը կծլկեր։ Ինչ էր քեզ պաստավ կանում։ Ես չգիտեմ։ Ինձ թվում է ապահովության համար։ Դուք տարբերություն ինձ ազատության մեջ եք, գնացեք ու պարզեք։ Չէ, բայց պատասխան է այդ դեպքում։ Տրամաբանությունը ո՞րն է։ Որովհետև դեղ վրույրը ինքը չի այդ նարկոտիկը քո գրպանը գցել, ոչ էլ իր տղաները, որովհետև մենք իր տղաներին իր հետ միասին բռնել բերել ենք։ Իր տղերքն են գցել, ինձ թվում է, բայց պարտադիր չի, որ այդ իր պատվերով եղած լինի։
Ես ձեզ մենակ մի բան կարամ ասեմ, որ մինչև ընդեղ հասնելը իմ գրպանում նարկոտիկ չի եղել։ Գիտես, ես քեզ հավատում եմ, Հարոյան։ Բայց մենակ իմ հավատալը հերիք չի, որ ես քեզ տեղից բաց թողնեմ, հասկանում ես։ Այսինքն ինչ է նշանակում։ Կարող է պատրաստվում եք ինձ դատեք։ Չէ։ Ես ուղղակի պատրաստվում եմ ինքս ամեն ինչ բարձել։ Ու քանի դեռ չեմ բարձել, Գրիգ, դու կմնաս այստեղ, որովհետև այս պահի դրությամբ քեզ համար ամենաապահով տեղը այս խուցն է։ Հերս գիտի։ Քիչ առաջ դու չէիր ասում, Գրիգ, որ հոր պաշտոնի հետևում թաքնվողներից չես։ Ամեն հայրը անկախ պաշտոնից։ Չէ։ Չգիտի։ Բայց եթե ուզում ես, կիմանա։ Չէ, չեմ ուզում։ Ես շատ կուզեմ, որ այս հարցերը դուք շատ շուտ կերպով պարզեք, որ հերս էլ չիմանա ու այստեղից շուտ դուրս գա։ Ապրես, Գրիգ։ Ես ասել եմ, որ քեզ նորմալ սնունդ տան եւ մաքուր սպիտակ եղեն։ Ես գիտեմ, որ դու ավելի լավ պայմանների ես սովոր, բայց դե ինչ արած, Գրիգ։ Պարոն Գրիգորյան, մի րոպե։ Ձեզ Սետրակ Վիդրվիշն է հարցնում։ Լավ, գալիս եմ հիմա։ Եվ պարզա։ Դե լավ մնա։ Գրիգոր Հարոյան։ Այսօրվա իրադարձությունները գաղտնի են մնալու։ Լրատվական աղբյուրներ, բան, կաշխատենք շրջանցենք բոլորին։ Ամեն ինչ մենք ինքներս կկարգավորենք։ Կփորձենք ներքին կարգով բոլոր հարցերը մեր մեջ լուծենք։ Մի անհանգստացիր։ Առայժմ։ Լավ։ Ուրա, Գրիգորյան։ Սետրակ Վիկտորովիչ, հիմա կասեմ առանձին խուցքը տեղափոխեմ։ Հովանեսյան։ Ես եմ պարոն։ Մոտեցիր։ Լսում եմ։ Հաջնոշնի կամերա տեղափոխի։ Լսում եմ, պարոն մայոր։ Որտեղ բռնեցիք։ Վրաստանի սահմանի վրա, Սետրակ Վիկտորովիչ, ուզում էր կեղծ փաստաթղթերով անցնել։ Գնացինք։ Անշուշտ։ Գրիգորյան, բեկն է եկել։
Վիկտորովիչ, բեկն ա եկել, ուզում անձան հարցակրնի։ Իրավունք ունեմ, դուք գիտեք։ Անամ, իսկ մենակ մի հարցի պատասխան տուր։ Ինչի։ Ես քո տղուն չեմ սպանել։ Պատոնակ, սատկնիս։ Ես մենակ, պրոստը ասա, ինչի համար։ Ես էլի եմ կրկնում։ Ես քո տղուն չեմ սպանել։ Սպանել ես Աբելին, թե չէ։ Մեկը, քո կյանքի համար մեծ տարբերություն չկա։ Քեզ ամենակիչը ցմահ բանտարկություն է սպասվում։ Ես իմ արածների համար պատասխան կտամ, բայց ես այդ սպանության հետ կապ չունեմ։ Չնայած եթե ինձ որոշակի գարանտիաներ տաք, հնարավոր է ես ավելի սպանության մասին ինֆորմացիա տամ ձեզ։ Արամ, ասին, հրայր մարգարիչ, ես չգիտեմ քեզ կարող է տանցմա, որովհետև մեր երկրի օրենքներով տենց ընդունված չի, որ քեզ սատկացնեն, ես որպես բժիշկ էվտանազիային դեմ եմ, բայց քո տարբերակով, եթե դաժե քեզ թողացին, ես ինքս կմորթեմ, ասի, տվայշ! Հերող կնաս։ Ալո, կամանդիր, բարև։ Բարև։ Աբոնա, կամանդիր ջան։ Ով։ Աբոն Արոյան։ Ցուլ աբոն։ Բարև քեզ, աբա ջան։ Ոնց ես մարտականը գերիշ կա։ Ոչինչ։ Լավ եմ, վաճ եմ, ախպեր ջան։ Մի քիչ քեզանից նեղացած եմ։ Ինչ է, աբա ջան, ինչով եմ ընկերոջս նեղացրել։ Այ ախպեր ջան, բա տղես մոտդ ա ծառայում։ Ուղարկում ես անուն ինչ են, սահման, բան ինձ մի հատ չես զանգում, տեղյակ չես պահում, այ ախպերս։ Բա նեղացած չլնեմ ինչ ա։ Ընկեր ջան, փոխանակը բարտանաս որքան ման տղա է մեծանում, նայում եմ վրան քեզ եմ տնում, աբա ջան։ Հա, բայց սահման, այ ախպերս։ Բայց սահման առանց իմ իմանալու։ Աբա ջան, ինքը լրիվ քեզ է քաշը, չգիտես։ Հիմա պատկերացրու, որ դու մի բան ուզես ու մեկը փորձի քեզ չթողնի։ Չի կարա տես բան լինի, չէ։ Հիմա նույն էլ տղա դա։ Երկու անգամ եկա մոտս, խնդրեց, որ ուղարկեմ սահման, ասեցի չէ։ Երրորդ անգամ արդեն չէի կարա։ Ախպեր, ես դու ոնց երրորդ անգամ, դու ես չես ասում։ Աբա, դեսի, այսքան ժամանակ ես ոչ մի անգամ ցույց չեմ տվել, որ իր հոր մարտական ընկերն եմ, ոչ մի անգամ, ու ինքը ոչ մի անգամ չի էլ փորձել դրանից օգտվել, ու դրանից հետո, հələ մի բան էլ ինքն է ուզել գնա սահման, ջոգում ես, դու պիտի հպարտանաս հիմա, աբա։ Հա, բայց էդի ոչ մի բան չի փոխում, ես ջղայնացած եմ թիս։ Ինչ, չթողնեի, քո կարծիքով ինքը իր խոդով չեր գնա, քո տղենա չէ, ոչ չեր գնա, իսկ սենց գոնե գիտեմ ուր եմ ուղարկում ու կոնտրոլի տակ եմ պահում ամեն ինչ, նենց որ կարաս հանգիստ լինես, ես նես չեմ անի։ Լավ, ախպերս, եղավ քո ցավը տանեմ իդ։ Ես հիմա մի քիչ ջղայնացած եմ, բայց գաստված գալիս եմ հասնեմ, անպայման, եթե հնարավոր է, մի կես ժամ, մի ժամը հետ գցի մինչև կամացնեմ, ախպեր ջան։ Մենակ շուտ արի, ջոկատ արդեն պատրաստում է, որ գնա։ Հա, տեկանք հեսա հասնում ենք ցավը տանեմ։ Աբա ջան, դու էլ հո գիտես այդ ոնց է լինում, դու էլ իմ տեղը նույն բանը կանեիր, հրամանած, որ տամ համ մյուս տղեկի դուխը կգցեմ, համ էլ Էդմոնի, ես կզինվորի համար դուխը դու շատ լավ գիտես ինչ նշանակություն ունի,
ջոգում եմ ախպերս։ Ամեն ինչ հասկացա, հեսա գամ կասենք խոսանք։ Հեսա մի կես ժամ, մի ժամում կասեմ, ախպեր ջան։ Դե եկա։ Շտղայա։ Դու գոնե հասկացել ես, որ ամենավատ թուրքից էլ ես վադը։ Նո մոտավորապես տենց է։ Գոնե գլուխդ մտերա քու նմանին ինչ պատիժ է հասնում։ Պատիժ։ Դե առնվազն ցամա բանդարտություն, էլի։ Չէ։ Это официալ վերսիոն։ Իսկ գաղութում վաղը ինչ ասես կարարն է, լիքը դեպքեր են, տենք չի գրիգորյան։ Պատահում է։ Մի քանի օր առաջ մեկը 7 տարեկան աղջիկ էր բռնաբարել։ Կախվեց։ Տեսնում ես ինչեր է կատարվում։ Լսի, ես իմ ասածներից չեմ հրաժարվում։ Ու քո տողում ես չեմ խմել, այսքան բան։ Ընձին այլա, իսկ հայրենիքդ դավաճաներ ես։ Եթե դուք ընդունում եք էդի դավաճանություն, հա, դավաճանել եմ, հետո։ Ոնց որ տեսնում եմ, շատ գոհ ես քեզանից, հա։ Հա, Գրիգորյան, ամենատիպից դժգոհ չեմ, կոննաման, ինչ տարբերություն, հա, բեք։ Կռվը կրել եք, չէ, կրել եք, չէ, ինչ ես ուզում ինձանից։ Կրել եք ու պիտի կրեինք, բայց քո նմանների պատճառով ինչքան տղեկի գլուխ կդրվավ թուրքերի ձեռին և ինչքան դիրքեր քո նման սապլակների պատճառով հողեր հետ անձնեցինք։ Այդ հայրենիքը սերա ձեր համար սարքել եք դրոշ, որ եկալը մեկ ամբաղ զամբաղ կապ չունի, որտե պետքա պեչի ծածանում եք, հա։ Հի չգիտենք ինչ ա եղել, չգիտենք, սաղը դե շահում էիք, էլի, մեկը գնացել է թալան արելու, չէ, մեկը գնացել է պաշտոն ստանալու, մեկն էլ եկել է, արդեն հասել աստե, նորա գլխինգ է, որ իրա մի հատ շրամի պատճառով ինչքան դռներ կբացվի իրա դեմ, ատե չի բեք, ասա դե չի, ասա դողտար իմանան։ Ես եմ ասում, այլու, ասա, ճիշտ ես ասում, ատենց բանել է եղել, ատենց տականքներ եղել են, ճիշտ է, այսքան եղել են, իսկ էր մնացած տղեկը, են տղեկը, որ իրանց կյանքը դրեցին, են տղեկը, որոնց ծնողներն ու երեխեքը որպոհում դեր մնացին, դե չի եղել։ Գիտես ինչ, այդ ընտանիքները այդտենց աղքատության մեջ ու վարվիճակի մեջ կարան այդել, բայց այդ ընտանիքներն ու երեխեքը այդքան էլ անտեր չեն եղել։ Լավ ընկերներ կա, բարի ընկերներ, որ իրանց երեխեքին վերություն են անում, ամեն մտնում են կնգան ծոցը, ատեն շի, դու ես լավ գիտես, բա։ Ստոպ կազրոն։ Սրամայլա։ Գրիգորյան սրան ստեղից տար, թե չէ կողքը կրծեմ, տար ստեղից։ Մեկաց, բաց։ Այ, դեր գանեմ։ Բայց դուր մնա, մնա։ Գրիգորյան հարցակնությունը շատ դաժան պետք է լինի։ Հարց և պատասխան։ Մի անհանգստացեք կպատնեն, ամեն ինչ կպատնեն։
Շարքային Ղազարյան, Շարքային Գրիգորյան, Շարքային Նիկողոսյան, Շարքային Արամյան, Ասի մի հատ գամ ես լակոտին տենամ գնամ։ Խնդիր չունես աբր։ Կրսեր սերժանտ Հարոյան։ Ես եմ։ Ինձ մոտ։ Լսում եմ։ Պարոն մայոր, կրծեր սերժանտ Հարոյանը ներկայացավ ձեր հրամանով։ Հանդիպեք, պապա հետ զրուցեք, Աբու ջան 5 րոպե, ժամանակ հեչ չունենք։ Գոհ եմ կոմանդիր։ Ջալին մեռն է բարա։ Ուխ, սիրտը տուտեմ։ Անցիրը։ Ես ինչ ես անում Էդմոն։ Պապ, լավ էլի, պապ։ Ինչ լավ էլի տղես։ Ինչ լավ էլ արա։ Ես ինչ ինքնագլուխ որոշումներ ես կայացնում դու։ Պապ, մեծ լսի էլի ինձ, պապ։ Դու ինձ լսի է, դու, սահմանը որս արա, դու ինձ չես արգում, էդ ինչ ինքնագլուխ որոշումներ ես անում դու, հմ։ Պապ, մետ կլսես ինձ։ Դու լասելու բան ունես արա։ Շարքային Գրիգորյան, Էդմոն, դու հասկանում ես, որ ես ընդեղ եղել եմ, ես ընդեղ կռվել եմ, ես Արուն եմ թափել, արա ընկերներ եմ կորցրել, ես քում արել եմ կռվել, աղբորդ համարել եմ կռվել, երկրից համար եմ կռվել, արա։ Դու հասկանում ես, թե չէ։ Պապ, խնդրում եմ լսի ինձ։ Շարքային Արամյան, Լսի Էդմոն։ Ու լավ լսի։ Էդ ես եմ քեզ բանակ ղրգել։ Ես քեզ իմ ձեռներով բանակ եմ ղրգել արա, որտեղ մտածել եմ դու այնտեղ են չես, որ հայրենիքդ մոռանաս ու կայֆավատների մեջ կյանքդ անցկացնես արա։ Էս ինչոյին ես բերում գլխիս։ Դու մտածում ես, դու մորդ մասին մտածում ես, այդ կնիկը իմանա ինչ կնի արա։ Պապ, խնդրում եմ քեզ, մի հատ լսի ինձ։ Ինչ լսել։ Արա քեզ ինչ լսել եմ։ Դու լսելու բան ունես։ Թե դու ասելու բան ուներ, մինչև որոշում կայացնելդ պետք է ասեիր ինձ, գոնե զանգեիր։ Պապ, ես սաղ կյանքս ամեն ինչում քեզ եմ լսել։ Խնդրում եմ, այս մի օր ինձ լսի։ Կլինի։ Ասա։ Նախ առաջինը կարոտել եմ քեզ։ Մի հատ բաճ։ Ասա, ես լսում եմ։ Պապ ջան, նայ, մեր զորամասում էլ կային տղեկ, ովքեր գնացին ու զոհվեցին։ Զոհվեցին ինչպես զոհվել են քո մարտական ընկերները։ Իսկ իմ երակներում քո արյունն է հոսում, ու ինչպես քո մոտ եռում է։ Ես չեմ գնում վրեժ լուծելու։ Ես գնում իմ սահմանը պաշտպանեմ, իմ տունը պաշտպանեմ, իմ մորը պաշտպանեմ։ Ոնց որ ժամանակին դու էիր անում։ Ու կապ չունի, որ պատերազմ չի, խաղաղ ժամանակը։ Դու ինձնից էլ լավ գիտես, որ այս պատերազմը չի վերջացել։ Ու Աստված գիտի, թե երբ կվերջանա։ Պապ ջան, ես հպարտ եմ, որ քո տղա եմ։ Հպարտ եմ, որ զինվոր եմ։ Պապ ջան, գիտեմ, հրամանատարը քո մարտական ընկերն է եղել։ Ու հպարտ եմ, որ ինքը իմ հրամանատարն է։ Այսքան ժամանակ ինքը ցույց չտվեց, որ ես իր աղբոր տղեն եմ։ Ինքը զրանով ավելի ուժեղ սարքեց։ Նրանով, որ այսօր թույլ տվեց գնամ սահման։ Խնդրում եմ, պապ, ընկերներից մոտ ինձ խայտառակ մի արա։ Այսօր այդ պահը չի։ Խնդրում եմ քեզ։ Պապ, ես կարամ օրինակ դառնամ ուրիշների համար։ Թող գնամ պարտքս կատարեմ հայրենիքի առաջ։ Ինչ կլինի։ Պապ, ես լացում ես։ Չեսի, տղամարդկության արցունքները, աղբերս, երջանկության արցունքները։
մեծացել ես լակոտ։ Ես եկել եմ, որ ես ինքս քեզ ղրկեմ առաջիկից։ Ու ես հիմա իմ մեջ գտա, որ թափած արունս իզուր չի եղել։ Որ իմ հայրենիքին ծառայելը իզուր չի եղել։ Աշկերս նայ։ Էդմոն դու չգիտես ես ինչերով եմ անցել։ Չես էլ կարա հասկանաս ինչ է վերջը։ Մարդուն թվում է թե իր կյանքի գնահատականը երևում է մեռնելուց հետո յա դժոխքում և դրախտում։ Շատ եմ մահ տեսել, շատ ասաման կողքս եմ տեսել, իսկապած եմ տեսել, իմ մեջս եմ տեսել։ Երբեք չեմ մտածել, որ կյանքի գնահատականը փնտրելու համար հեչ պետք չէր այսքան երկար մանկանալ։ Փախի քանի չեմ փոշմանը, թե չգեզից հայրենիք պաշտպանում։ Լսում եմ, պարոն մայոր, Սուլաբո։ Թռի ասում եմ, քանի չեմ փոշմանը։ Մի բան ասում էր իպապ, գիտես, սիրտս թեթևացավ։ Ինչի։ Առաջի անգամ քեզ Սուլաբո ասեմ։ Գիշես։ Դե թռի ասված է դերի։ Մամայի լավ կնայես, կասես, որ ամեն ինչ նորմալ է, թաշկանագես։ Հա բալես, ասված տերը տլի, բալես։ Սեդրակ Վիկտորովիչ, սիծում, ինչ եք անում ստեղ։ Սպասում եմ։ Սպասում եմ իջև ձեր օֆիցիալ արձակունությունն ավարտվի։ Խոսալը խոսում է Սեդրակ Վիկտորովիչ, բայց են չի ասում ինչ-որ մեզ պետք է։ Այդքան պինդ է, հա? Գիտեք չէի ասի։ Սեդրակ Վիկտորովիչ, իմ մոտ նենց տպավորություն է, որ ինքը ինչ-որ գիտեր, արդեն ասել է։ Ես մոտ սխալ տպավորություն է, Գրեգորյան։ Սեդրակ Վիկտորովիչ, կուզենաք հրայրին տեսնեք։ Չէ, վախենում եմ։ Վախենում եմ չդիմանամ ու հետ չի։ Ես վստահ եմ, որ դուք քո տղեկի հետ ինչ-որ պետք է իրանից կիմանաք։ Կստանանք, Սեդրակ Վիկտորովիչ, իհարկե, անպայման կստանանք, ամեն ինչ էլ կիմանանք, հիմա ինձ կներեք, ես պետք է մի հատ դուրս գամ գամ։ Գնա, Գրեգորյան։ Գելիք։
Ես ի՞նչ ես անում դուստը։ Եսի մեկ ու գո արդեն սկսեցի փոշմանել, որ թողել եմ, հա։ Բարձավ, վсё, անցավ։ Դու մի բան հաշվի չառար, աբո, որ այդ մոլը էս հողի վրա է ծնվել։ Հետի հենց հողն հենց հանակ մասխարա չի։ Որ ասում են, որ մարդ ծնվելուց առաջ ամեն ինչ զգում է, ճիշտ են ասում։ Քո տղեն այդ մոնը հլա չծնված արդեն զինվոր էր։ Գրիկ, ես ի՞նչ է եղել։ Ինչ գործում ես դու։ Ինչ է պատահել։ Ինձ ձերբակալել է Սեդրակ Վիկտորովիչը։ Ոստը ձերբակալել են։ Որը դու գժվել եք վարշում մայց։ Հա? Արա։ Ուրա։ Գրիգորյան ուրա։ Գրիգորյան։ Նա թրշեվիտ կանչի, դավայ, բիգոն պաշալ սուդա։ Ներողություն, մի րոպե։ Ասա։ Ես ընդամենը շարքային եմ։ Հենց հիմա գնում ես ու Գրիգորյանին կանչում ես, понял? Давай, ноги в руки, вперед։ Ես չեմ կարող, ձերբակալված ինձ կարող եմ թողնել գնալ։ Լսի շարքային, ստե գեներալ կա։ Ուրեմն թողում ես ինձ, դու հանգիստ գնում ես իրան կանչելու։ Понял? Всё, Бислав, ноги в руки, вперед, пошел։ Դեմա խոսայս ինչ եղել։ Այս ամեն ինչը ինչ որ եղել է, այս սաղ թուրիմացություն։ Ջիրիմացություն։ Հիմա դու ինձ ասամ, ով է քեզ բերմա ենթարկել, անուն, ազգանուն, կոնկրետ, հա, ասա։ Գրիգորյանն տեղյակ է, որ դու ստեղ ես, հա թե չէ։ Դե հա։ Որ ինչ։ Ինչի հիման վրա։ Են նրա հիման վրա, որ իմ գրպանից գտել են թմրանյութ։ Գրիկ, դու ստե հիմա գլուխս մի հարթուկի, դու նարկոտիկ, հա։ Սեդրակ Վիկտորովիչ, այդ նարկոտիկը իմ գրպանը գցել, բայց թե ով է գցել, ես ոչ կարամ ձեզ ասեմ, ոչ էլ ես գիտեմ։ Որտեղ էր ու ում հետ։ Էլի են կազինոյը։ Ինչ կազինոյը։ Էլի են կազինոն։ Հրա դու չխարատվար։ Լավ, ես այդ հարցերով զբաղվում եմ, հիմա դու ինչ ես անում, նայ դու հավաքվում ես, գնում ես տուն, ես այդ հարցերով կզբաղվեմ։ Ու ականջիդ օղ ալա, քո գրպանը ոչ մի բան չեն գտել։ Դաշլո։ Բեն այդ մտա վրա։ Սեդրակ Վիկտորովիչ, կլինի դուք այս գործերի մեջ չխառնվեք։ Տղա ջան, ես հիմա ոչ միայն քո հորընկերն եմ, այլ ես համար իրան փոխարինում եմ, քան երած դե չի։ Ահավ։ Հնենց որ դու հիմա խելոք գտալու ես տուն։ Ես մնացած հարցերով կզբաղվեմ։ Չէ, ստոպ, չեղավ։ Մի հատ մտենք հլա Գրիգորյանի մոտ։ Դավայ ընկի առաջ, ազգի երուս։ Որ այդ քյանն են։ Դու հիմա խելոք գտալու ես տուն։ Ես մնացած հարցերով կզբաղվեմ։ Չէ, ստոպ, չեղավ։ Մի հատ մտենք հլա Գրիգորյանի մոտ։ Դավայ ընկի առաջ, ազգի երուս։ Որ այդ քյանն են։ Սեդրակ Վիկտորովիչ, ինձ ճիշտ հասկացեք։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ Գրիգի գրպանն այդ նարկոտիկը գցել են։ Բայց քանի դեռ ես չեմ պարզել ով է գցել ու ինչի համար, ես իրավունք չունեմ իրեն բաց թողնելու։ Ու առաջին հերթին իրավունք չունեմ իր իսկ անվտանգության համար։ Դու Գրիգի անվտանգության համար մի անհանգստացի։ Այդ մասին ես քո հոգամ։ Քանի դեռ հերս տեղ չի։ Իսկ այն հարցին թե ինչի են արել, պարզ չի։ Քեզ համար պարզ չի ինչի են արել։ Գցել են։ Սեդրակ Վիկտորովիչ, Ежу понятно։ Սեդրակ Վիկտորովիչ, ախր ընդեղ լրիվ ուրիշ մանրունքներ ու
ուրիշ հանգամանքներ կան, որի մասին դուք չգիտեք։ Ուրեմն Գրիգ ջան, մանրամասներն ու հանգամանքները հիմա ինչ կարևոր չեն, կարևոր հիմա այն է, որ դու գնում ես տուն։ Հետո մենք իրար կպարզենք, տեն չի։ Սեդրակ Վիկտորովիչ, այդ վրույրի ու իր շայկայի վրա հասարակական դատա սահմանված։ Ու եթե ես հիմա Գրիգին բաց թողնեմ, դուք չեք պատկերացնում, թե դրանք ինչ վայնասուն կբարձրացնեն։ Ուրեմն սենց։ Իրանց վայնասուն ինձ բացարձակ հետարքից չի, հետո են հետում թուլեկն են, որ իրանք վայնասուն բարձրացնեն։ Երեկվա լակոտներն են դրանք։ Իսկ եթե ձեն են բարձրացնում Հարոյանների վրա, այս տղու վրա, այս տղեն գիտես ով է, այս տղեն իմ աջ ձեռն է, ու եթե ինչ-որ մեկի վրա ինչ-որ բան է կասկածում, ուրեմն իմ հետի գործ ունենա։ Ես պարզեմ ասում քեզ։ Թողում սենց, եթե հիմա տղուն չես թողում, ես մնում եմ ստեղ։ Дошло? Потом тебе отвечать. Որ Գրիգը ստեղ է, դա բոլորի համար գաղտնիք է, Սեդրակ Վիկտորովիչ։ Աստծուն առավել ես, բայց խնդրեմն ինչու՞մ է։ Գրիգը գնում է տուն, ես մնում եմ ստեղ։ Մենք էլ խոսալու բան ունենք։ Ու էլ չեմ ուզում շարունակեմ այս խոսակցությունը։ Սեդրակ Վիկտորովիչ, ազնիվ խոսք, եթե հայրս լինեիք, ես ձեզ չէի թողնի, որ խառնվեք այս ամեն ինչի մեջ։ Ուղղակի ես չեմ կարող ձեր հետ տենց կտրուկ խոսալ, մի քիչ ամաչում եմ։ Բայց ես կտրականապես դեմ եմ, որ այդ տենց լինի։ Քեզ ոչ մեկը չասես լակոտ։ Ինչ գործ ունի այդ գյադակի հետ։ Ինչեր գնացան ընդ։ Ինչեր նորից մտա դրանց որջը, հա? Քեզ եմ հարցնում, արա։ Ես համոզված եմ, որ Գրիգը այդ շայկայի հետ ոչ մի առնչություն չունի։ Ձեն պատճի, որ տենց համոզված ես։ Բան չես բերել Պարիստան, հենց հիմա ինքը գնում է տուն։ Հետո մենք իր հետ խոսանք, ես մնում եմ։ Տենց կլինի։ Պարոն Արսենյան, ես այս տղու համար պատասխանատու եմ։ Հաշվի, որ ինքը իմ տղեն է։ Պարոն Արսենյան, թույլ տվեք, թող գոնե այս գիշեր մնաց տեղ։ Հետո ես մի բան կմտածեմ։ Ինչ խելոք բաներ ես ասում, ինչքան մնաց ծով հերիք է, մի վարկյանց դե չի մնա, ինք հավաքում գնում է տուն, ծյա։ Մի հատ ինձ մոտ անցիր։ Լսում եմ պարոն Գրիգորյան։ Արձակիր ձեռնաշղթաները։ Մամ, ես մտնում եմ լողանամ, որ ծամելու բան լինի ձեն կտաս։ Եղա բալես։ Գրիգորյան, ինձ մենակ մի բան ասա։ Դու հասկացող մարդ ես։ Անեն չի, որ ջագատ չլնես։ Էդ ում արածը կլինի։ Ում արածը կլինի։ Պարզ չի ում արածը, Սեդրակ Վիկտորովիչ։ Դեղ վրույրի։ Վրույր Միսակյան, Սեդրակ Վիկտորովիչ։ Երբևէ չեք լսել։ Մականունն էլ դեղ վրույր։ Դեղ վրույր։ Բայց այդ դեղ վրույրը կարծեմ Ռուսաստանում է, դրան քաղաքից վտարված էր, ոնց նորից հայտնվեց դե։ Եղել է այդպիսի բան։ Բայց հիմա այդ մարդը անկախ ամեն ինչից։ Չգիտես ոնց հայտնվել է նորից քաղաքում։ Գրիգորյան, դու կարծում ես, որ նա կարող է կապ ունեցած լինի ավելի սպանության հետ։
Իհարկե։ Հնարավոր է, Սեդրակ Վիկտորովիչ։ Ես դրա հետ հանդիպեմ առանձին։ Ախր, Սեդրակ Վիկտորովիչ, դուք առանց այդ էլ ազատ ելքոմոտ կունեք այստեղ։ Հիմա նենց էլ չի կարող լինել, որ ամեն կալանա։ Գրիգորյան, խոսքը իմ տղու սպանությանն է վերաբերում։ Ես ուզում եմ իր հետ առանձին տեսակցություն, առանց վկաների։ Բարև ձեզ, պարոն Արսենյան։ Բարև, Հաջան։ Հա, ինչ ես ասում, Գրիգորյան։ Լավ, Սեդրակ Վիկտորովիչ, պայմանավորվեցինք։ Հիմա սպասեք դրսում, խնդրում եմ։ Ես կասեմ, որ առանձին խոց տեղափոխեմ նրան։ Ու ես ուզում եմ, որ քո ոստիկանները չլսեն մեր խոսակցությունը։ Բայց դες ոնց կլինի, Սեդրակ Վիկտորովիչ, որ ինչ։ Կլինի, ամեն բան էլ հնարավոր է, Գրիգորյան։ Լավ, Սեդրակ Վիկտորովիչ։ Ապրես, Գրիգորյան, կեցես։ Ճա, սպասում եմ։ Լավ։ Ինչ ես ես մարդու պահանջները տենց անխտիր կատարում, չեմ հասկանում։ Լավ բժիշկ է։ Լավ էլ մարդ է։ Գիտես, Հաջան, ախպորս ինքը վիրահատեց։ Փրկեց կարելի ասել։ Ոչ ոք ուրիշ չէր տալիս։ Իսկ ինքը վիրահատեց ու ոչ մի կոպեկ չվերցրեց։ Այն ժամանակ վիճակներս լավ չէր։ Ես ուսանող էի, ինքը տենց հիվանդ։ Խոսքով։ Դու հաստատ այդ պատմությունների հետ կապ չունես։ Քանի անգամ ասացի, որ չէ։ Մեզ սաղից բռնեցին տանան, որովհետև ես էլ էի այդ կազինոյում։ Ախր, դու ինչ գործ ունես կազինոյում։ Այդ քո ինչ տեղն է։ Մամ, մի հատ կարաս դեմքիս նայես։ Ու հասկանաս, որ ես մեծացել եմ։ Ու հասկանաս, որ ես էլ քո պուճուր երեխեն չեմ։ Ու երբ որ ինչ-որ միտեղ գնացել եմ, տենց եմ ուզեցել ու այդ տենցա պետք եղել, մամ։ Ամեն ինչի մեղավորը հերդ է։ Տեսեք, արու զավակի դաստիարակման իր մեթոդներն ունի։ Տեսար ինչ որի հասանք, ու դեռ սա սկիզբն, դեռ ինչեր է լինելու։ Մամ, всё վերջացրեցինք։ Ես էլ այդ թեմայով չեմ ուզում խոսամ։ Ես ուզում եմ պրոստը, որ դու հասկանաս, որ եթե ես մի բան անում եմ, ճիշտ եմ անում։ Երբ որ կամուսնանաս ու քո երեխան կունենաս, այն ժամանակ կհասկանաս։ Ու տա Աստված, որ ինձ էլ հասկանաս։ Սեդրակ Վիկտորովիչ։ Բարև Սեթո։ Բարև։ Վերև։ Տեղ վերվիշ։ Ես իմ մականունից չեմ հրաժարվում։ Էլ ինչից չես հրաժարվում։ Իմ անցյալից չեմ հրաժարվում։ Իմ արածներից չեմ հրաժարվում։
Իմ ունեցվածքից չեմ հրաժարվում իմանաս Սեթո։ Այդ ինչ որ ասում ես, դրանք անցած գնացած բաներ են, դրանք էլ դու չունես էլ ըսկի։ Դրանց որ հրաժարվես, չհրաժարվես, вообще շանս չունես։ Короче, դու հերոյի հետ ես եղա։ Հերոյի։ Այսինքն դուք երկուսով եք տաղուս խփել տղա։ Աստված չանի։ Ճիշտ է, ես քո վրա հին ատամ ունեմ սրած, բայց ես իմ հարցերը այդ ճանապարհներով չեմ լուծում։ Բա ինչ ձևով ես լուծում։ Աբոյի տղու ջոբը նարկոտիկ գցել է։ Չէ։ Գնա այսօր մտ ինտերնետ։ Ինտերնետը գիտես, չէ՞ ինչ է։ Լավ է, որ գիտես։ Ուրեմն YouTube-ն էլ կիմանաս ինչ է։ Մտի YouTube ու կհավաքես 3x S, 3x V, 3x A։ Կհիշես։ Ինչ ես խոսում, վերհիշ։ Ինչ ինտերնետ, ինչ YouTube, ինչ ես ինչ, դու դրանցից ինչ խաբար ես որ, ինչ ես դուս տալի, ասաս ինչ է։ Գնա ասածը Սարա, Հարոյանն էլ կկանչես, այդ երկուսի տա վերաբերվում։ Գնացեք նայեք, եթե կհասկանաս կգաս կզրուցենք։ Ախրանա։ Սպասի վերընկի տեղը տնեմ։ Ախրանա։ Ես չեմ ուզում ես մարդու հետ մենակ մնամ, ինձ սպառնում է։ Սպառնում եմ։ Ես քեզ չեմ սպառնում, բրոյ։ Ես քյասար ասում եմ, եթե հանգարց ես պարզեցի, որ դու կապ ունես իմ տղու սպանության հետ, առանց սպառնալիքի դուրս քյասար գյուլել եմ տալի, կամ իմ ձեռով եմ գյուլում։ Տղա ջան, դու էլ վկա ես։ Լսեցիր սա։ Ալո։ Նին, խնդրում եմ, գոնե մի 10 րոպեով դուրս արի, քեզ տեսնեմ։ Նին, լավ թող լինի կես ժամից։ Լավ։ Մամ, ես պաղպաղակ չունենք։ Չէ։ Դե գնամ առնեմ գամ, հա։ Յանինը գժվել ես։ Այս ժամի։ Հա ինչ ա եղել, մամ։ Շատ եմ ուզում, գնամ առնեմ գամ։ Շատ ես ուզում, պատվիրի թող բերեն։ Այս ժամին ով է խանութ գնում։ Մամա, բոլոր նորմալ մարդիկ։ Ու ընդհանրապես, մամ, հերիք ա էլի ինձ փակի տակ պահեք։ Ախր սենց չլինի, Փարիզում ապրան մարկեչը Միքայել չէր թողում անեմ, ստեղ դուք, ախր ոնց կլինի տենց, մամա։ Նինա ջան, չես զգում, որ այդ խոսակցությունները, այդ բողոքները անօգուտ են։ Ընդհանրապես այդ հարցերով դիմի հորդ։ Այս տանը ինքն է կարգեր հաստատողը, ոչ թե ես։ Լավ, եղավ։ Ես գնամ իմ սենյակ։ Ապրես բալես, շուտ ես հասկանում։ Գրեգ, պետք չէ։ Կարս բացատրես ինչը պետք չի։ Խնդրում եմ, Գրեգ, վերջացրու։
Հերիք եղավ նին։ Նին հերիք եղավ։ Ես քո պահվածքը չեմ հասկանում, իդես ինչի անում։ Դու ես ամեն ինչը դիտմամբ ես անում։ Դու դիտավորյալ ուզում ես, որ ես անընդհատ իմ հունից դուրս գամ, նին։ Գրեգ, ես ոչ մի մատ դիտմամբ չեմ անում։ Ես ուղղակի չեմ ուզում։ Նին, եթե չես ուզում։ Ինչ ես ժամին եկար ստեղ։ Ինչ ես այս ժամին եկել իմ հետ հանդիպման նին։ Դու անընդհատ ինչ-որ խաղ ես խաղում նին իմ հետ։ Դու կարաս ինձ ասես։ Եթե չես ուզում ու ուզում ես ինձ ասես, որ ես քեզ չեմ սիրում ու երբեք չեմ սիրելու, հենց հիմա հասա, բայց դու ինձ մի բան ասա, որ ես իմանա պրոստը որ այդ պատասխանն է նին։ Գրեգ, ինչ ես ուզում որ ասեմ։ Հակառակը ո՞րն է, ինչ ասեմ։ Նին, ուզում եմ որ ասես, որ սիրում ես ինձ։ Ուզում եմ որ ասես, որ ես հասկանամ, որ այսքան ժամանակ քեզ անիմաստ չեմ սպասել։ Վերելն էլ չէր։ Եվա, դու ինչ մերես։ Աղջիկը տնից կորմով այդ խաբար չկա։ Դու ես ինչ իմանայի, ասած գնում եմ քնել։ Շա։ Գառնիկ։ Ուր ես շտապ արիստեղ։ Արի տուն։ Ես դուրս եմ գալիս։ Նինա Նակոր։ Եվա։ Խոսանին, ես քեզ հարց տվեցի, ու այս հարցը ես քեզ տալիս եմ վերջին անգամ, ու վերջին անգամ ուզում եմ լսեմ իմ հարցի պատասխանը դու ինձ սիրում ես, թե չէ։ Նին, դու ինձ սիրում ես, թե չէ։ Գրեգ, իսկ ուր էր ընդհանրապես այս քանի օրը։ Ինչի չէր երևում։ Նին, ես քնչական մեկուսարանում էի, ինձ ձերբակալել էին։ Ձերբակալել։ Ինչի համար։ Քեզ ամեն ինչ հետաքրքրում է բացի իմ հարցից։ Ձերբակալել էին, որովհետև ինչ-որ մեկը ունի իմ վրա ատամ, որը ես համոզված եմ ուզում եմ մինչև վերջ գնա։ Գրեգ, տենց բաներ մի ասա։ Որտեղից գիտես, ով է, ինչ են ուզում։ Նին, այդ կարևոր չի։ Կարևորը գիտես ինչն է։ Որ երբ որ ես ձերբակալված էի, ու հավանաբար ես երկար պետքա ձերբակալված լինեի, պապա այդ համաձայնվեցի, որ ինձ ազատ արձակեն։ Այդ ամեն ինչը գիտես ինչի եղավ։ Ինչի։ Որովհետև սիրում եմ քեզ։ Սիրում եմ ու կարոտում եմ քեզ։ Նին, որ խնդրեմ ինձ քիչ մոտ կգաս։ Հələ մի հատ հեռու քաշվի լակոտ։ Պապ, խնդրում եմ, պապ։ Դու գնացիր ներս։ Ես քո հետ տանը կխոսամ։